Այստեղ էին, հետո մոտեցավ, սենց խոսալով գնացինք, մտանք բաժեստ, այսպես բաժեստն է։ 2 օր առաջ սահմանադրական բարեփոխումների հարցով քննարկման ժամանակ դաշնակցական Արծվիկ Մինասյանին սկանդալային հարց տված Ոչի ճակատի ակտիվիստ Հայ ազգային կոնգրեսի անդամ Վարդան Հարությունյանը պնդում է, որ դաշնակցական երիտասարդների կողմից բռնության է ենթարկվել։ Ազատության հետ զրույցում ակտիվիստը ասաց, որ նախ իրեն զանգել եւ սպառնացել է ՀՅԴ ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը, ինչից հետո էլ նրա 5 ընկերները եկել են Հարությունյանի։ Բա ինչ հարց է տվել Արծվիկ Մինասյանին, ես չհասցրի պատասխանեմ, իմ վրա արդեն եկավ հարված։ Դրանից հետո բնականաբար իմ կողմից պատասխան եղավ։ Իր ընկերը ինձ հարվածեց այդ հարվածողի նորից։ Դրանից հետո արդեն մենք մի քանի հատ հարվածեցինք ու իրանք առանց բան ասելու հեռացան։ Հարվածողներին Հարությունյանը չի ճանաչում, ասաց, որ ներկայացել են որպես Գերասիմ Վարդանյանի դաշնակցական ընկերներ։ Ակտիվիստը Բաքում ընկերների հետ է եղել, վստահ է, եթե միայնակ լիներ, ամեն ինչ հարվածներով չէր ավարտվի։ Դաշնակցությունում այս հայտարարությանը առայժմ չեն արձագանքում, պատգամավոր Արծվիկ Մինասյանը ասաց, որ ակտիվիստի խոսքերին անլուրջ է վերաբերվում։ Բռնության ենթարկված Վարդան Հարությունյանը մինչդեռ սա քաղաքական ճնշում է համարում եւ վստահ է, որ պատճառը դաշնակցական Արծվիկ Մինասյանին 2 օր առաջ տված այս հարցն էր։ Պարոն Մինասյան, ձեր գործընկերը եւ գաղափարական ընկեր Արմեն Ռոստոմյանը ազգային ժողովում մի անգամ հայտարարեց Հրաշ Թովմասյանին ասելով չատլախ, արդյոք չեք համարում, որ չատլախի գրած սահմանադրությանը կողմ քվեարկելով դուք եք չատլախանում։ Իհարկե չէ միշտ այդ մակարդակին, որովհետեւ իմիջայլոց Մարկասյանց բառարանում ձեր նմանի վերաբերյալ էլ շատ բառեր կա, բայց չի հնչեցվում, էլի։ Այլ ավելի հետաքրքիր բառեր։ Ոչի ճակատը միավորած չեք անցկացնի նախաձեռնությունից Արմեն Գրիգորյանը Ազատության հետ զրույցում ասաց, որ իրավաքաղաքական փաստաթղթի քննարկումը, փողոց տեղափոխելը եւ բռնության միջոցով կարծիք պարտադրելը անընդունելի են համարում։ Հայ ազգային կոնգրեսից միջադեպի վերաբերյալ որևէ արձագանք չի եղել։ Ոստիկանությունից Ազատությանը փոխանցեցին, որ հաղորդում չեն ստացել եւ միջադեպով չեն զբաղվում։ Ակտիվիստն էլ իրավապահներին չի դիմել, քանի որ նպատակահարմար չի գտնում եւ կատարվածն իրեն վախեցնելու չհաջողված փորձ է համարում։